Քարոզարշավի նախավերջին օրը Գյումրիում լարվածությունը հասել է գագաթնակետին, կան ձերբակալվածներ, այսպես են տանում Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն։ Լավ, բերեք կահեն ինչ անաբարեն կաժան, տավայ Գյումրիից Երևան հակակոռուպցիոն կոմիտե, ինչ արարք է մեղսագրվում մեր քաղաքը դաշինքի թեկնածուի ընտանիքի անդամներին։ Այդ հայտնի Շիբինի գործ է, էլի, որ որպես ընդրակաշարքի հորս վրա, տղայիս վրա այդ նույն գործն է։ Այսօր փորձում են դա ներկայացնել իբր ընդրակաշարք։ Մեռանք ասելով մեր Շիբինը ձեր Շիբինին վնաս չէ, պարզվավ այս կարգի վնաս է։ Երրորդ ձերբակալվածը Մայր Հայաստանի ավականու անդամ Կարեն Գրիգորյանն է։ Այս քաղաքական ուժի ներկայացուցիչների նկատմամբ խուզարկությունները սկսվել էին վաղ առավոտից։ Հակակոռուպցիոն կոմիտեի 6-րդ վարչության ու ներքին գործերի նախարարության Կումայրի բաժնի աշխատակիցները խուզարկել են դաշինքի գլխավոր շտաբը, մտել շտաբի պետի ու այլ համագիրների բնակարաններ։ Քաղաքական հետապնդում հարձակում ընդդիմադիր ուժի վրա։ Քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի գնահատականն է տեղի ունեցածին։ Մանր խոսակցություններ են, յուրաքանչյուր գրասենյակում է այդ կա, յուրաքանչյուր համակիր ուզում է, որ իրեն, իր ընկերուին, իր ընկերը, իր բարեկամը, կնայև ցայն տա այն կուսակցությանը կամ այն դաշինքին, ումոր ինքն է սատարում։ Նման մանր բաները բերել սարքել հակակոռուպցիոն կոմիտեի ինչ որ քննության արարքա կամ ինչ զզվելի արարք է, բայց ինչ որ իշխանություններին չեն ձայնալսում։ Ինչը մենք չունենք KGB-ի պետ դրա համար, այդպես։ Ինչու խուզարկություններն ու հարցաքննությունները Գյումրիում սկսվեցին ընտրությունից 3 օր առաջ։ Հակակոռուպցիոն կոմիտեից պարզաբանում են, նախաձեռնվել է քրեական վարույթ ընտրակաշարք տալու եւ ստանալու, բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ։ Կոնկրետ ուժի կամ անձանց անուններ չեն նշվում։ Չեմ փող կֆեռա, բայց սումասին հեշմար դի չիմանա էլի։ Գոյի քանին ընդրությունները չի երը, ամեն ինչով քեզ կօգնեն։ Սոնարը խոսքինա կնասինե։ Հա Հեդեն բերելած է ճոգի, կամ այդ մարդուն փողը չկա, այդ փողը դնես չէ բետ։ Եթե կա հանցագործություն, ապա հանցագործությանը պետք է համապատասխան գնահատական տրվի։ Աղմկոտ ձերբակալություններից հետո ասուլիս է տալիս քաղաքացիական պայմանագիրը, ՀԱՊ շտաբ, վարչապետի Գյումրի գործուղված խոսնակն ու մարզպետն են տալիս գնահատականներ։ Նախկին ռեժիմը իր ձեռագիրը չի փոխել եւ ընտրությունները պատկերացնում է միայն ուղիղ ընտրակաշարքի միջոցով, որևէ բան փոխվել է։ Անդրադարձ նաև խորհրդարանից, ասելիք ունեն քաղաքացիական պայմանագիր եւ պատիվ ունեմ խմբակցությունների քարտուղարները։ Գլուխները տալու ենք պատերին բոլորի, ովքեր փող են ուզում բաժանեն մարդկանց եւ գնել մարդկանց ուրեմն քվեն։ Բառացիորեն նույնը ինչ արել է ԿՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը, այսինքն շիբինապատել 1-2 փողոց, նույն բանի համար այս պահին ուզում են ձերբակալել Մարտուն Գրիգորյանի որդուն եւ հորը։ Սա հակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող իրավական բեսպրիդել է։ Սա ծիծաղելի է, իհարկե շատ ափսոս է, որ ժողովրդավարության բաստիոնում նման բաներ են տեղի ունենում։ Ընդդիմադիր ուժերին բացի դեմոկրատական այլընտրանքից ու իմ հզոր հայրենիքից զորակցում է նաև Վարդան Ղուկասյանը, որ նույնպես իրավապահների ուշադրության կենտրոնում է։ Դատախազությունը քննում է քաղաքապետի թեկնածուի ենթադրյալ մասնակցությամբ սպառնալից ձայնագրությունը։ Սևակ Վարդումյան, Էպիկենտրոն։